Բարի կեսօր, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ առաջ լույսերը տարել են եւ ես էլի այստեղ կարգավորումներ էի կատարել ու քանի որ լույսերը էլի եկավ, արդեն այդ տաք աջակները մի կողմ եմ տարել, արդեն ջերմաստիճանը եկել հավասարվել անորմայի վրա եւ հանգիստ եմ, ասեմ որ այս ընթացքում այդ ձևով էլ շարունակվում է, լույսերը տանում ու բերում են։ 1 ժամ ունեմ աշխատանքի գնալուց եւ այդ 1 ժամը ձեզ եմ տրամադրում, սիրելի հետևորդներ ջան, եւ ուզում եմ ձեր տրամադրությունը բարձրացնել իմ հետաքրքիր զրույցներով։ Ի սրտե ցանկանում եմ, որ ձեր օրը լինի թեթև ու հանգիստ, ինչպես որ իմ այս օրները սկսվել դեռևս առավոտվանից։ Սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ գիշերվա ընթացքում առատորեն անձրև եկավ մեր գյուղում, որը շատ լավ է, ես սիրում եմ, որ անձրևները գիշերն է գալիս ու խաղաղ ու հանգիստ է գալի, առավոտյան էլ արևը շողշողում է, հետո բնությունը սկսում է ավելի բուրել, ուղղակի բուրում է նման դեպքերում անձրևից հետո հիանալի օդ է տարածվում եւ ինչպես որ սիրում եմ ասել, մեր այս դիմացի անտառներից գալիս է ծաղիկների եւ անտառի բույրը։ Առավոտ շուտ գնացել եմ քնումներ եմ կատարել, սիրելի հետևորդներ ջան, ուզում էի մրգեր առնել, հիմնականում իջել էի, որ ելակ առնեմ, սակայն ելակը սրտովս չէր ու այսքան միրգ եմ գնել, ամենքից մի քիչ, ընդհանրապես թեցա չէ, որ խանութ ենք գնում մենակ հաց առնելու, բայց հացը թողած սկսում ենք ուրիշ այլ բաներ առնել, երբեմն դա բոլորիս հետ էլ պատահում է, դե որ ելակը չկար, ես էլ հոտատարկ տուն չէի գալու, ամեն մրգից մի քիչ գնել եմ ու եկել, բայց հիմա առայժմ չեմ հանում եւ ուզում եմ մի քիչ զրուցել իմ էլեկտրական թուղթիկի պատմության մասին։ Սիրելի հետևորդներ ջան, այս օրերի ընթացքում դեպքեր է եղել կապված իմ 2 թուղթիկների հետ եւ այստեղ գործողություններ եմ կատարել, փոփոխություններ եմ կատարել եւ ձեր հետ այդ թեմայով չեմ կիսվել։ Հիմա ուզում եմ այդ թեմայով խոսել, միգուցե օգտակար կլինեմ իմ զրույցներով եւ իմ կատարած աշխատանքով։ Այն ինչ որ արել եմ, սիրելի հետևորդներ ջան, դեռևս կասկածամտորեն եմ տրամադրված, մինչև որ ճուտիկները դուրս չգան։ Ուրեմն դե գիտեք, որ իմ օրը շատ է ծանրաբեռնված եւ այս պարագայում ես իմ թուղթերի առաջ ամանով եւ կուտ եմ լցնում եւ ջուր, որ եթե այդ ժամին չկարողանամ մոտենալ կուտն ու ջուրը տալ, ապա թուղթը ինքնուրույն նաեւ իր վարքի մեջ այդ ձևը կա, ինքնուրույն վեր է կենում եւ իր կուտն ու ջուրը ուտում է, սակայն նման պարագայում որոշ բաներ սխալ է ընթանում, հավը, երբ որ ուզում է ինքնուրույն վեր կենալ, երկար նստած դիրքից, այդ վեր կենալու ընթացքում սխալ քայլեր է կատարվում եւ ձուն վնասվում է, որն էլ պատահեց իմ 2 թուղթերի հետ, իմ փոքրիկ անզգուշության պատճառով։ Ես ինձ եմ մեղադրում եւ չեմ մեղադրում, չգիտեմ։ Օրինակ ես շատ լավ գիտեմ, որ մարդիկ կան, որ ընդհանրապես չեն մոտենում ու թուղթին ամեն օր վեր չեն կացնում, այլ թողնում են թուղթի հույսին, երբ կսովածանա, երբ ուզի վեր կգնա, իր կուտն ու ջուրը կուտի, սակայն սիրելի հետևորդներ ջան, այս տարիների ընթացքում, երբ որ ես սկսել եմ զբաղվել այդ գործով, ես այդ ձև չեմ վարվել, զգուշորեն, խնամքով, քնքշորեն, սիրելով, մոտեցել եմ իմ թուղթ մայրերին, 2 ձեռքով զգուշորեն, իրենց թևերը պահել եմ բութ մատով, մատերս գրկել եմ իր փորիկը, սուգելու համար նաև, թե թևերի տակ արդյոք ձու չի քաշել ու հանկարծ այդ ձուն էլ թափով չընկնի ու կոտրվի հանկարծ, քանի որ նաև այդ դեպքերն է պատահում եւ զգուշորեն վերցնում եմ, քնքուշ խոսքեր ասելով իմ թուղթ մայրին եւ դնում եմ կտի եւ ջրի առջև, քանի որ թուղթը երկար է նստում, մի տեսակ իր ոտերը ոնց որ լարված է լինում ու սկզբի պահին իրեն դժվար է պահում գետնի վրա, էլի գետնի վրա նստում է, բայց էլի ես օգնում եմ
ու իրենք վեր են բարձրացնում։ Նման դեպքում կենդանին էլ է զգում խնամքը եւ ինքն էլ է սկսում զգուշորեն քայլել, մոտենալ իր կուտն ու ջուրը վայելել, հետո էլի զգուշորեն գնում է կողքի մաքր ու պարտադիր ու էլի գնում իր մաքուր ձվերը տաքացնելու։ Ուրեմն մի օր չհարմարվեց, որ հենց այդ տարբերակով ես իմ խնամքը կատարեմ թուղսերի հետ ու լավ չեղավ, ձվերը կոտրվել էին, չգիտեմ, նաև տանը չեմ եղել ու չգիտեմ ինչ ձայն ա եկել, ինչից այդպես եղել, արդյոք որ երկար նստել են ու վեր են կացել, որ կուտն ու ջուրը ուտեն ու խմեն, թե ինչ-որ բանից իրենք նեղվել են ու վեր են թռել, քանի որ նաև հավերի ձայնից, աքլորի ձայնից կամ շան հաչոցից, ինչ-որ մի աննշան աղմուկից, չգիտեմ, չեմ կարող ասել, ամեն ինչն էլ կարող է պատճառ դառնալ, երկու թուղսս էլ իրար էին խառնվել, նույնիսկ տեղերով փոխվել էին, մյուսի տեղներ նստել, մի խոսքով տեղափոխվել էին, և ինչպես որ շախմատում ռավիրովկա էին արել, մի պահ, որ այդ պահը տեսա, դե դրանից չնեղվեցի, բայց որ արդեն մոտեցա, որ իրենց վերցնեմ ու կուտ ու ջուրը մոտեցնեմ, արդեն տեսա, որ ինչ է կատարվել և շատ ձվեր էր կոտրվել։ Նեղվեցի, շատ նեղվեցի, բայց եղածը եղած էր և անմիջապես սկսեցի մաքրման աշխատանքներ կատարել։ Արդեն 4 օրեր, որ նստած էին այդ երկու թուղսերս ու արդեն ձվի մեջ ոնց որ նկատելի երևում էր, որ սաղմը արդեն արյունացել։ Մենք այդ ձև ենք ասում։ Այսինքն սկսում է զարգանալը, ընդհանրապես 3 օրից հետո 4-րդ օրը նոր արդեն սաղմը սկսում է շնչել, սիրելի հետևորդներ ջան, տաքությունից։ Շատ լավ էր, որ հավաքածու ունեի ու նաև շատ լավ էր, որ այստեղ էլեկտրական թուղթիկ ունեի։ Անմիջապես մտքովս անցավ, որ որը որ կարող եմ փրկել, կբերեմ ու կավելացնեմ էլեկտրական թուղթի փորիկի մեջ։ Ես այդ բառերով եմ ասում, որ ինձ համար հետաքրքիր լինի, սիրելի հետևորդներ ջան, ես էլ գիտեմ, որ սա էլեկտրական գործիք է, էլեկտրական ինկուբատոր է, բայց երբ որ մեր գործողություններին հետաքրքիր բառերով ենք այդպես շփվում, մի տեսակ հետաքրքիր է դառնում և հավես է բերում և հետաքրքիր է լինում մեր առօրյան։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ես կարողացա այդ երկու թուղթմայրերից 20 ձուն փրկել, իսկ այն մնացածը կոտրված ու ճաքած էր և չեմ էլ սրբել, քանի որ այն ձվերը, որ փրկել եմ, արդեն դե ձունը որ ջարդվել է, արդեն կպել էր այն մյուս ձվերից, էլ խոտ, էլ բմբուր ու մի խոսքով արդեն իրավունք չկա նման դեպքում լվանալ և ընդհանրապես թղթի համար ձուն չի կարելի լվանալ կամ էլ սառնարանից հանել ու թղթի տակ դնել։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, փորձում եմ հնարավորինս մանրամասներ ասել, հետաքրքիր տեղեկություններ ասել, չեմ ուզում ասել գաղտնիքներ, այլ ուզում եմ ասել կարևոր գործողություններ և ես շատ եմ սիրում, որ իմ իմացածը փոխանցում եմ ձեզ կամ իմ դիմացի մարդկանց, ովքեր որ ցանկանում են իմանալ, թե ինչպես վարվել, ինչու լավ բանը գաղտնի մնա, թող որ լավ բաները բոլորն էլ իմանան և բոլորն էլ այդ լավ բաները իրենք էլ կատարեն և իրենք էլ ունենան, ինչքան շատ, այնքան լավ։ Հիմա սիրելիներս, նաև ուզում եմ ասել, որ քանի որ գրքով տված է, որ 15 ձու, դե ես 15 ձու էի ավելացրել, կարող էի 17 ավելացնել, ուղղակի այդ պահին չկար, քանի որ մեկ օր առաջ էի երկու թուղթը նստեցրել ու ձուն տակը արել ու հավաքած ձու չկար, այդ պահին ունեի 15 ձու, 15-ն էլ այստեղ եմ դրել, այսինքն ամսի 16-ի երեկոյան երկու թուղթն եմ նստեցրել, 17-ի երեկոյան էլ էլեկտրական ինկուբատորն եմ ձու լցրել, այսինքն իմ էլեկտրական թուղթը։ Հիմա
Բայց քանի որ ինչպես միշտ որ սիրել եմ ասել ու իմ այս խոսքն էլ ձեզ փոխանցել, ամեն ինչ մեր ձեռքերում է, սիրելի հետևորդներ ջան, ես գնացել եմ ռիսկի եւ այդ 20 ձուն տեղափոխել եմ այստեղ ու ծանրաբեռնել եմ իմ էլեկտրական թուղթիկին։ Չգիտեմ թե ինչ արդյունք կստանամ, ամեն դեպքում կուզեմ որ արդյունք կստանամ եւ համ ես ուրախանամ, համ էլ դուք ուրախանաք։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ու էլի շատ լավ է, որ հավաքած ձու ունեի, երբ որ եկա տեսա, որ թխսերը ձվերը կոտրել են, էլի հավաքած ձու ունեի, քանի որ գիտեք, որ իմ հավերը առատորեն ածում են, ու անմիջապես հենց այդ օրը տարել եմ արդեն էլի նոր ձվեր եմ տվել թխսերին, մաքրելով ամբողջ այդ իրենց նստած տարածքը, որպեսզի ամեն բան նորից կարգավորվի։ Հետո այդ մասից տեղափոխել եմ, մեկ այլ ուրիշ տեղ եմ տարել, ավելի հանգիստ տեղ եմ տարել, սիրելի հետևորդներ ջան, որ ոչ մի աղմուկ, ոչ մի շարժ չխանգարեն իմ թուղթ մայրերին, քանի որ դրանք շատ նրբություն են պահանջում։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ասել, որ հետաքրքիր գործողություն ունեմ այստեղ կատարելու, թեկուզ եւ մի քիչ ուշ եմ որոշել, որ այդ գործողությունը կատարել, բայց ուղղակի հետաքրքիր է ինձ, թե ինչ է կատարվում։ Ընդհանրապես, երբ որ ձուն ուզում են ստուգեն, թե սաղմով է, թե ոչ, ստուգում են նախապես մութ սենյակում եւ ֆանարիկ են պահում, լույս են պահում, դե այստեղ էլ քանի որ ֆանարիկը կա, անգամ ես, երբ որ այդ 15 ձուն տեղադրում էի, չեմ ստուգել, քանի որ կարելի ասել, ես գրեթե վստահ էի, որ իմ հավաքածուն, իմ հավերի ձուն աքլորի ձու է եւ սաղմով է եւ վստահորեն այդքանը դասավորել էի այստեղ։ Սակայն հիմա քանի որ այդպիսի փոփոխություններ է կատարվել ու ես ուզում եմ ընթացքին հետևել եւ չեմ կարծում, որ դրանից կվնասվի ջուտիկների զարգացման ընթացքը, քանի որ երբ որ հավի տակ է, հավը անընդհատ իր տոտիկներով խառնում է, կտուցով ձուն գլորում է, իսկ այստեղ էլ այդ ձողիկներն են պտտում, ես կասեի ժամից ավել մեկ պտտում է, այսինքն 100 րոպե ավելից պտույտ է գործում, հիմա քանի որ ես էլ այստեղ ծանրաբեռնել եմ, ու մի քիչ կասկածում եմ, արդյոք այդ ռոլիկները ուժը հերիքում է, որ պտտի և ձվերի վրա նշան եմ անում, թե ինչ դիրքով էր և ինչ դիրքի է եկել, այդքան ուշադիր հետևում եմ այս ամեն ինչին, որպեսզի ամեն բան ճիշտ լինի և ջուտիկները ողջ ու առողջ ծնվեն։ Հիմա սպասում եմ, որ մթնի, քանի որ դա ցերեկային լույսով չի երևա, փորձել եմ ցերեկային լույսով չի երևում, սիրելի հետևորդներ ջան, հենց որ կմթնի, սենյակի լույսն էլ կանջատեմ եւ չգիտեմ թե այդ գործողությունը, երբ որ ես կատարեմ, իհարկե կմիանամ ձեզ, չգիտեմ, արդյոք տեսախցիկը ինչպես կփոխանցի ձեզ, ամեն դեպքում այսօր այդ մտքին եմ եւ դրանով եմ ուզում զբաղվել եւ իհարկե իմ իմացած գործերով ձեր հետ կիսվել, սիրելի հետևորդներ ջան, համբերատար պիտի սպասեմ մթնելուն, քանի որ ինձ շատ անչափ հետաքրքիր է թե այս ձվերի մեջ ջուտիկներ կան թե ոչ, քանի որ արդեն դուրս գալու օրերն են մոտենում, դե եկեք հաշվենք ձուն, երբ որ թխսի տակ մնում է 21 օր է մնում եւ 21-րդ օրը ջուտիկները ծագում են ձուն եւ դուրս են գալի։ Ամսի 17-ին դրել եմ այստեղ եւ հիմա արդեն գիտեմ թե որովն է դուրս գալու։ Իսկ երբ որ ձվերը փոխել եմ արդեն, նոր ձու եմ դրել թխսերի տակ, արդեն մեկ շաբաթվա տարբերություն է, սիրելի հետևորդներ ջան։ Այդպես։ Հիմա սիրելիներս այս թեման արդեն ասեցի, կսպասենք մթնելուն, այստեղ էլ ուզում եմ արդեն գնումներս հանել և շարել, նաև կարելի է որ մի բաժակ էլ դառը սուրճ եփել, սկզբի համար ուզում եմ սուրճս եփել, հետո մրգերը կհանեմ, առավոտ շուտ որոշեցի որ գնամ ու մրգեր առնել,
ամբողջ գիշեր անցել եկավ, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա էլի ամպերը հավաքվել է եւ հեռներում ամպը գորգորում է։ Ջուրը լցնեմ սկզբից։ Այդպես։ Սիրելի հետևորդներ ջան, նաև ուզում եմ ասել, որ քաղցրը, որ շատ էի օգտագործում վերջերս, որոշել եմ շատ շոկոլադներ ու քաղցր կոնֆետներ, քաղցր թխվածքներ չվայելել, քանի որ նկատել եմ, որ շատ եմ օրինակ օգտագործում և չեմ ուզում, որ շատացնել քաղցրի քանակը, քանի որ ամառը մոտենում է և պետք է մենք ավելի թեթև զգանք և կարողանանք մեր սիրելի հագուստը կրել, սիրելի հետևորդներ ջան։ Այդպես սուրճը մինչև կերա, արդեն մրգերը կհանեմ և քաղցրին փոխարինել եմ մեղրով, այն էլ չեչով մեղրով։ Այսքանն է մնացել իմ անցյալ տարվա չեչով մեղրից և այստեղ եմ լցրել, սիրելի հետևորդներ ջան, քանի որ մեծ ամանի մեջ էր ու այսքանը չարժեր, որ մեծ ամանի մեջ երկար պահեմ։ Հիմա ուզում եմ մոտեցնել, որպեսզի դուք էլ տեսնեք չեչով մեղրը ինչ տեսք ունի։ Ահա, այսպես, հոմովություն։ Ահա։ Նաև սառնարանում չեմ պահում, սիրելի հետևորդներ ջան, և արդեն իսկ այս ամանով մեկ վայելել եմ և ինձ շատ լավ եմ զգում, հագեցնում է և եթե դուք էլ նկատում եք, որ շատ եք շոկոլադներ և քաղցր կոնֆետներ օգտագործում և դրանից նեղվում եք, թե քաշի ավելացում կունենաք, ապա կարող եմ ասել, որ մեղրը դիետիկ է և չի գիրացնում։ Հատկապես բացի դիետիկ լինելը նաև գիտեք, չէ, որ ինչքան օգտակար հատկություններ ունի, անսահման, աննկարագրելի, այդպես։ Ինձ թվում է այս տարի հաջողությունով ես մեղրել կքամեմ։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, օրվա ընթացքում մոտենում եմ և երբ որ զգում եմ, որ քաղցրի պահանջ եմ զգում, ինչպես որ մոտենում ենք ու մի շոկոլադ ենք վերցնում, կապ չունի սուրճի հետ, թե առանց սուրճի, ապա ես իմ քաղցրը փոխարինել եմ մեղրով և իսկապես գոհ եմ ու տարբերությունը նկատում եմ։ Երբեմն էլ կարելի է օգտակար բաները համատեղել և շատ չտարվել, գույնզգույն թղթերով, շոկոլադներով, սիրելի հետևորդներ ջան, թեպետ և հենց հիմա էլ որ ասում եմ, աչքիս առաջն է իմ սիրելի շոկոլադները իրենց փայլփլուն թղթերով։ Ահա, սուրճը սիրում եմ դառը վայելել, դրա համար կսպասեմ և այստեղ արդեն տոպրակներից ուզում եմ հանել իմ գնած մրգերը։ Եղանակը շատ հրաշալի է, իսկական մեղուների եղանակ է, իսկական բնության եղանակ է, երբ որ գիշերը անձև է գալի, ցերեկը հետո բացվում է, մի թեթև արև է դուրս գալի, հիմա էլ հեռներում ամպը գորգորում է, այդպես։ Ելակ էի ուզում գնել, ելակ չկա և ամեն մրգից թեթևակի գնել եմ, քանի որ պիտի լվանամ, անմիջապես նաև այստեղ կարելացնեմ, խոշոր մրգերն էլ արդեն մի կողմ, այսպես, մի քիչ ճրճրացնենք տոպրակները, ահա, այստեղ գիլասն եմ գնել, որպես փափուկ միրգ առանձին եմ լցնում, հետո ամառային խնձորը, ամեն ինչից մի քիչ և հաճելի, ոյ, այստեղ էլի լավ մրգեր եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, և այստեղ էլ արդեն 3 հատ դեղց եմ գնել, թզի դեղց,
Ահա, խնդրեմ, իմ սուրճն արդեն բխբճակներ է հանում և եռը սկսվում է։ Շատ եմ սիրում այս տեսակի դեղցը, սիրելի հետևորդներ ջան, և սա արդեն կավելացնեմ խնձորի վրա, որ միասին լվանամ։ Սուրճը անջատեմ և լցնեմ։ Այսպես, ջան, խենթանում եմ ուղղակի այս սուրճի բույրից, բույրը անգամ թարմեցնող է։ Հիմա տեսնեմ, որտեղ եմ տեղավորում իմ բաժակը, որ չվնասեմ։ Այստեղ։ Այստեղ էլ ծիրան եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, և էլի կավելացնեմ այստեղ։ Մեր տեղական ծիրանն է և լավ ծիրանի հոտ է գալիս, սիրելիներս։ Մրգերը ամենաօգտակար սնունդն են և կարելի է մեր առօրյայի մեջ սննդակարգում մրգերին առավելություն տալ։ Այսպես, արդեն խոշոր մրգերը, ցիտրուսային մրգերը նույնպես շատ կարևոր են, գնել եմ 1 խոշոր գրեփֆրուտ։ Ընդհանրապես, սիրելի հետևորդներ ջան, բոլորս էլ գիտենք, որ սա թուրինջն է, բայց գրեթե բոլորս էլ գրեփֆրուտ ենք ասում, երբևիցե չենք մոտենում գնելու ժամանակ ասում, ինձ 1 թուրինջ տվեք, ապա գրեփֆրուտ ենք ասում։ Ինչքան թեթև ապրենք, ինչքան հանգիստ ապրենք և բառերից չկախվենք, այդքան ավելի թեթև կասի մեր առօրյան։ Այստեղ խնձոր է և 1 խոշոր տանձ, հենց այսպես թղթերում փաթաթված, դե գիտեք, շուկաներում ինչպես է դրվում, ահա, թուղթակներ կա և ահա, խնդրեմ, համովություն է ուղղակի այս տեսակի տանձը, սիրելի հետևորդներ ջան, ընդհանրապես ամեն միրգ լավ գիտեք, որ ունեն իրենց առանձնահատուկ օգտակարությունները։ Այստեղ արդեն դեղին խոշոր խնձոր, ոչ բանան եմ գնել, ոչ էլ ելակ եմ գնել, քանի որ ոչ բանաններ իմ սրտով, ոչ էլ ելակներ իմ սրտով։ Ահա, տոպրակները հետո սիրուն ես պիտի հավաքեմ, այստեղ էլ արդեն կարտոֆիլ եմ գնել, որպեսզի իմ բալբի ճաշը եփեմ համով, կանաչի եմ գնել 2 տեսակ, սոխ և համեմ և էլի տոպրակից հանում եմ, որպեսզի համ չքրտնի, համ էլ մաքրեմ, ահա, թարմություն ուղղակի, որակ և իմ սիրելի բանջարեղենի խանութից եմ գնել, սիրելի հետևորդներ ջան, որը գտնվում է մեր գյուղի կենտրոնական մասում, ահա, և շատ որակյա խանութ է։ Հիմա, քանի որ այստեղ ուզում եմ նաև կարգավորումներ անել և այս պահին չեմ ուզում միրգը տանելու լվանալ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ հենց այս պահին ուզում եմ իմ դառը սուրճը վայելել, որն էլ արդեն ճիշտ ժամանակն է, այս ամենը այստեղ թողնում եմ և անցնում իմ սուրճը վայելելու։ Սիրելի հետևորդներ ջան, գիտեք չէ, որ մրգերը նաև տրամադրություն են բարձրացնում, բացի իրենց օգտակար և առողջարար հատկություններից, բայց չէ, որ տրամադրությունը երբ որ բարձր է լինում, արդեն իսկ խոսում եմ մարդու առողջությունից և դրական մտածելակերպից։ Սիրելի հետևորդներ ջան, ահա, խնդրեմ, շատ հրաշալի ձևավորում տվեցի այս մրգերը իմ սիրելի վազայի մեջ։ Ձեզ էլ հավեսի եմ բերում, գնեք մրգերից փոքր քանակի, տեսակ և ձեր սիրելի վազաները զարդարեք ու վայելեք, եղեք միշտ առողջ և բարձր տրամադրությունով, իսկ հեռուներում շարունակում է անպգորգորալ և ձեզ խորհուրդ եմ տալիս տնից դուրս գալուց առաջ չմոռանաք ձեր հետ հովանոց վերցնել, իսկ ես էլ մրգերը ճաշակելուց հետո կշտապեմ իմ աշխատանքին, կսպասեմ երբ որ կմթնի և միասին կփորձենք ստուգել
ինկուբատորի ձվերը և տեսնենք քանիսն է լավ և քանիսն է ծագվելու։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն տուն եմ եկել աշխատանքից, երեկոյան ժամերը մոտենում են, անհամբեր սպասում եմ մթնելուն, որ կարողանամ ձեր հետ միասին փորձարկել ձուն, տեսնենք ճուտիկներ կա, թե ոչ։ Այստեղ արդեն սկսել եմ պատրաստություններ տեսնել, ճաշ եփելու, այն էլ ճաշ, բալբով ճաշ։ Բալբան էստեղ է, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տալ, թե երեք ինչպես եմ պահել սառնարանում և այս տարբերակով կարող ենք պահել գրեթե 1 շաբաթ, նաև կանաչին այս տարբերակով։ Հիմա բացեմ, այսպես, կարդամ, սիրում, լավ սառել է, բայց չի ցրտահարվել, իհարկե չեմ դրել սառցեխցիկում, սիրելի հետևորդներ ջան, և տեսեք, թե ինչքան ընտիրություն է, ուղղակի հոյակապ է, ահա, բացում եմ այսպես և ամբողջը ընտիր է, հիմա սա այստեղ, ինչպես որ ծաղկ է փունջ, ահա, սիրունա չէ, ընդհանրապես, որ ուտելիքի հետ այսպես ենք վարվում, կրկնակի համ է ձեռք բերում, այսինքն փոխանցվում է մեր դրական էներգիան մեր պատրաստած ուտելիքին, այստեղ արդեն սոխը մի մասը մաքրել եմ, բայց ուզում եմ ամբողջը մաքրել, այսպես կիսատ չթողնեմ սեղանին, սա կմաքրեմ, հետո համեմի փունջը կմաքրեմ, ահա, հետո կարտոֆիլը, որը արդեն պետք է անպայման կեղևազրկեմ, ոչ թե այդպես քերեմ, քանի որ արդեն ամրացել է, դե ես անցնեմ այս ամենը կատարելուն և արդեն ճաշը պատրաստելու ընթացքով էլի կմիանամ ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, մինչև որ կսկսեմ մանրացնել իմ բաղջիկ քաղած բալբան, ասեմ, որ շատ-շատերը, շատ տարածաշրջաններում ասում են փիփերթ, բայց մեր տարածաշրջանում ասում ենք բալբա, հատկապես, երբ որ մեր այգուց ենք քաղում մաքուր վայրերից, ավելի վստահ ենք լինում և ավելի հավեսով ենք ճաշակում։ Շատերիդ հանդիպած կլինի շուկաներում, նաև ջերմոցային պայմաններում են աճեցնում, քանի որ երբ որ բանջարեղեններ են աճեցնում, սա մի այնպիսի բույս է, բնությունից մեզ տրված, որ հենց որ մշակվում է հողը, այնտեղ էլ սա աճում է, շատ օգտակար հատկություններ ունի, սիրելիներս, արդեն իսկ հանդրել, լվացել եմ սոխը և համեմը, գեղեցիկ ձևով կիսել եմ մեջտեղից, քանի որ տեսակ, թե ինչքան երկար էր տերևները, կարտոֆիլը նույնպես մաքրել եմ, լվացել կոկիկ ձևով և սառը ջրի մեջ այստեղ է, մինչև որ ամեն բան կնախապատրաստեմ և շատ եմ սիրում, երբ որ հատկապես այս ճաշատեսակը, բալբան, ամեն ինչը նախապատրաստում եմ, հետո նոր միայն գազօջախը միացնում և սկսում, սկզբի համար սոխերածը, իսկ թե ինչու եմ ամեն բան պատրաստում, նոր սկսում, քանի որ բալբան, որը պիտի նույնպես լցնեմ սոխերածի վրա, նախքան ջուր ավելացնելը, որպեսզի մի քիչ սոխերածի հետ տապակվի, հետո նոր միայն ջուրը կավելացնեմ և արդեն կարտոֆիլը, նախապես ասեմ, որ կարտոֆիլը պետք է տրորեմ, այդ դեպքում այս ճաշը ավելի համեղ է լինում, ընդհանրապես այս ճաշի հետ չի սազում, երբ որ կարտոֆիլը բաժանում ենք կուբիկների, այլ այս ճաշի հետ համապատասխանում է կարտոֆիլը այդպես տրորած վիճակում, որպես կանաչի ավելացնելու եմ համեմ, նա էլ շատ համեղ է ստացվում, երբ որ սամիթել ենք ավելացնում, հիմա այստեղ կլցնեմ, ամբողջը այս տարբերակով պիտի մանրացնեմ, ապա նոր միայն գազօջախը միացնեմ,
Այս ամենը ես կկատարեմ, սիրելի հետևորդներ ջան, եւ արդեն երբ որ իմ ճաշը եփելիս կլինի, այդ ընթացքում էլ արդեն կմթնի, սպասում եմ մթնելուն, որպեսզի կարողանամ ինկուբատորի ձվերը ստուգել։ Ահա, հենց այս տարբերակով էլ ամբողջը կմանրացնեմ։ Երբ որ կիսում ենք մեջտեղից, ավելի հեշտ է լինում։ Այսպես բռի մեջ հավաքում եմ եւ հեշտ ու հանգիստ մի քիչ էլ խոշոր այսպես մանրացնում։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն սոխերանցն եմ պատրաստում, ահա, և շատ չենք թողնելու, որ սոխը գույնը փոխի, մի փոքր թուլանա և հերիք է, այսպես, և արդեն ժամանակն է ավելացնելու մանրեցրած բալբան, ահա, մի անգամից լցնում եմ և այստեղ կտապակվի, ահա, ինքը իր գոլորշու մեջ մի քիչ կտապակվի, որից հետո ջուր կավելացնեմ և արդեն կարտոֆիլը, հետս հետը ինքը թուլանում է սոխերածի յուղի մեջ, և արդեն կփոքրանա ինքը, և արդեն կարող եմ փակել, իր գոլորշու մեջ արդեն ավելի լավ կփափուկանա, կողքից չենք հեռանում, որպեսզի հետևողական լինենք, արդեն լավ գոլորշին դուրս է եկել և փափուկացել է բալբան, ահա, չենք թողնում, որ շատ տապակվի, այնքան որ հասնի այն հենց այս աստիճանի և ավելացնում ջուրը, ահա, ինչքան սիրուն է, չէ, իր կանաչ գույնով, պետք է անպայման այնպես անենք, որ այս կանաչ գույնը պահպանվի և չսևանա, արդեն կարտոֆիլն էլ է եփվել, և հենց այստեղ էլ այսպես տրորում եմ, ահա, ինչքան փխրուն է կարտոֆիլը, արդեն իսկ համով բույրը տարածվել է իմ խոհանոցում, ահա, խնդրեմ, սիրելիներս, կարող եք այս տարբերակով եփել և վայելել իրական համը, այսպես, ընտիրություն է ուղղակի, շատ չեմ տրորում կարտոֆիլը և թողնում եմ, որ նաև խոշոր կտորներ լինեն, նաև մեծ կաթսան եմ ընտրել, որպեսզի կարողանամ այս գործողությունները ճիշտ կատարել, հիմա սիրելի հետևորդներ ջան, մի փոքր էլ սառը ջուր եմ լցնելու, հենց որ եռը կսկսվի, կավելացնեմ ձուն և կանաչին և պատրաստ կլինի բալբով ճաշը, որին շատերը գիտեն որպես փիփերթ, այսպես և արդեն իսկ ջուրը, ջուրը շատ չենք լցնում, պետք չէ, որ շատ ջրիկ լինի,
սպասում եռը գալու։ Այսպես, մինչև որ կանաչին մանրեցրի և 2 ձու էլ կոտրեցի, արդեն եռը սկսվել է։ Հիմա կանաչին եմ լցնում, այսպես, համեմը, և արդեն ձուն, հենց այսպես, և արագ տարածում։ Այսպես, թույլ ենք տալիս, որ սպիտակուցն էլ երևա, դեղնոցն էլ երևա, որն էլ հենց համահունչ է դարձնում այս կանաչ ճաշին։ Պատրաստ է, անջատում եմ գազօջախը և աղը ավելացնում ամենավերջում, մի փոքր ճաշը հանգստանալուց հետո։ Եկել է աղը լցնելու ժամանակը, սիրելիներս, ինչպես տեսնում եք, կափարիչը գոլորշիով պատված է, որն էլ խոսում է, որ անցել է մի քանի րոպե, ճաշը հանգստացել է և աղը պետք է լցնենք։ Ահա, շատ սիրուն է ստացվել տեսքը։ Իմ սովորության համաձայն աղը լցնում եմ պտղունցով, շատ աղ չի սիրում։ Եվ տարածում։ Շատ ախորժելի տեսք ունի, գիտեմ, որ դուք էլ կհավանեք և հավեսով դուք էլ կպատրաստեք։ Քանի որ հիմա ամենալավ շրջանն է բալբով ճաշ եփելու, սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ էլ աղը իրեն կքաշի, այնուհետև համով կվայելեմ։ Կարելի է նաև այս ճաշը վայելել սխտոր մածունով։ Որպես ընթրիք, սիրելի հետևորդներ ջան, իմ բալբով ճաշը պատրաստ է և այս տարբերակով եմ վայելելու։ Ինքս ինձ հաճոյանալու համար իմ ափսեն զարդարել եմ լիմոնի 3 բարակ շերտով և կաթիլ ափսեի մեջ կլցվի լիմոնի գրավիչ հյութը։ Այստեղ սխտորի 2 ամբողջական ատամիկ է, ինձ մոտ տնական սերով մածուն է և ապարանի լավաշ։ Վայելելուց հետո արդեն մութն էլ ընկել է, հանգիստ կարող եմ ինկուբատորի ձվերը ստուգել։ Ամբողջ օրն սպասեցի այս պահին, սիրելի հետևորդներ ջան։ Դրսում լավ մթնել է, սենյակի լույսն էլ անջատել եմ, արդեն ֆոնարիկը միացրել եմ, ջերմաստիճանը այստեղ ցույց է տալիս 37.8 աստիճան Ցելսիուս և հիմա վերցնում եմ այստեղ դրված ճուտիկ խաղալիքները, սիրուն և անցնում գործի։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա հենց այսպես ֆանարիկը միացրած բացում եմ ինկուբատորի վերևի մասը, որպեսզի ձեր համար ևս լուսավոր լինի, այսպես այս կափարիչը թեքում եմ, քանի որ ինքը այստեղ միացված է բարակ շնորներով և չեմ կարող ամբողջական վերցնել ու հեռացնել։ Մեկ ձեռքով պահում եմ լույսը, որպեսզի դուք էլ տեսնեք։ Ես թեքվել եմ, որպեսզի այստեղից տեսնեմ կադրում երևում է թե ոչ, բայց այլևս ոչինչ չեմ կարող անել, ինչքան որ երևում է, բավարարվենք այդ չափով։ Սիրելիներս, այստեղ ես ավելացրել եմ թուղսի ձվերը, ուղղակի հիշեցման կարգով եմ ասում, և ահա խնդրեմ, այստեղ 35 ձու կա։ Ես հիմա արագ վերցնում եմ և մի կողմ եմ դնում, որտեղ որ փափուկ տեղ եմ պատրաստել, հնարավորինս արագ եմ վերցնում, քանի որ ես կարելի ասել վստահ եմ, որ այս պահը չի խանգարի ճուտիկների տաքացման ընթացքին, ենթադրենք, թե կենդանի թուղսը
նստած տեղից վեր է կացել և կուտ է ուտում, ջուր է խմում, ահա, վերցնում եմ, այսպես, զգուշորեն, Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ, որ այս ընթացքը դուք տեսնեք, քանի որ գիտեմ, որ բոլորիդ էլ հետարքիր է և գրեթե վստահ եմ, որ շունչներդ պահած սպասում եք հենց այս պահին, թե երբ եմ ստուգելու, տեսնելու արդյոք ինչ կա չկա ձվերի ներսում, այսպես, իհարկե ինձ ևս հետարքիր է անչափ, այսպես, և ուզում եմ, որ ամբողջ այս ընթացքը ձեզ ցուցադրել, սիրելիներս, այս կողմ, մնաց երկուսը, սա էլ այս կողմ, հիմա նորից փակում եմ, որպեսզի կարողանամ ֆանարիկով ստուգել, ահա, վերցնում եմ սովորական առաջի պատահած ձուն և այստեղ տեղավորում և ինչ եմ տեսնում, որ ներսում ջութիկ կա, չան ուրախություն, մի մասը արդեն բաց գույն է, սիրելի հետևորդներ ջան, կարծում եմ կադրը լավ է փոխանցում, ահա խնդրեմ տեսեք, ես ձեռքս այստեղ պահում եմ, որ մասը որ լուսավոր է բաց տարածք է, այդտեղ իր շնչելու օդն է, նաև սպիտակուցից դեռևս մասնիկներ, իսկ արդեն մուգ հատվածում զարգացած ջութն է, ահա, այսպես, հիանալի, առաջի վերցրածը, ցույց տվեց իր արդյունքը, մնում է, որ այդ արդյունքը լինի վերջնական, ահա, այստեղ ևս ես մուգ հատված եմ տեսնում, բայց մի փոքր կասկածելի է, քանի որ շատ է շարժվում և բաց տարածքը ավելի շատ է, ահա, ամեն դեպքում կթողնեմ սիրելի հետևորդներ ջան, քանի որ մուգ տարածք ևս կա, պատահում է, որ ձուն մի փոքր ավելի ուշ է ծնվում, ջութիկը համեմատած առաջի դուրս եկած ջութիկների, դրա համար չեմ շտապում այս ձվին ասել, թե լակ է և ջութիկ չկա, դրա համար կպահեմ մոտս և շարունակում ստուգել, այստեղ ամբողջական սև է և բաց տարածք չի երևում, ահա, շատ թեթև, այստեղ մի փոքր բաց տարածք է երևում, որն էլ ինչպես որ ասեցի, իր շնչելու համար օդն է, երբեմն պատահում է սիրելի հետևորդներ ջան, որ ջութիկը զարգանում է, բայց չի ծնվում, ու մենք դրան ասում ենք ձագ խեղդա, ինչ-ինչ պատճառներով այդպես էլ է պատահում, հիմա չգիտեմ, ամեն դեպքում, այս գործն էլ եմ ուզում կատարել, համ իմ հետարքրության համար, նաև շարժելով ձեր հետարքրությունը, այստեղ էլ է ջութիկ, և արդեն արագացնում եմ, այստեղ էլ է ջութիկ, այստեղ էլ է մուգ և կասկածելի բան չեմ տեսնում, մուգ է երևում, այսպես, այստեղ էլ է մուգ երևում, դեռևս չեմ շտապում ուրախանալ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ սա դեռևս վերջնական արդյունքը չէ, մինչև որ ջութիկները չծնվեն, չեմ կարող ուրախանալ լիարժեք ու ասել, թե ջութիկները կան, այսպես, այստեղ էլ է մուգ տարածքը շատ,
Եվ հույս ունեմ, որ չալտիկ, մալտիկ ջուտիկները կծնվեն։ Այստեղ նույնպես լավն է, արդյունքը այստեղ էլ դեռևս գրեթե ամբողջական մոտեցրած չեմ լինում լույսին և արդեն իսկ ինձ մոտ երևում է։ Այստեղ էլ է լավ արդյունքը։ Հնարավորինս ուզում եմ արագացնել, ամեն դեպքում։ Եվ չխանգարել ջուտիկների զարգացմանը։ Այսպես, այստեղ էլ է լավ։ Այստեղ կիսով չափ է, եթե լակ է լինում, սիրելի հետևորդներ ջան, ամբողջովին բաց գույն է լինում, բայց այստեղ կիսով չափ կա։ Միգուցե ջուտիկը մյուս ջուտիկներից 2 օր հետո ծնվի, քանի որ երբ որ սկսվում են ծնվել ջուտիկները, պատահում է, որ ամենավերջում էլի ջուտիկ է ծնվում։ 3-ից 4 օր տևում է ջուտիկների ծնվելը։ Այստեղ էլ է արդյունքը լավ։ Ու դեռևս ոչ մի լակձու չհանդիպեց։ Այսքան ստուգելով այստեղ էլ է մուգ տարածքը։ Նաև չմոռանալ, որ մերթ ընդ մերթ լույսերը տարել բերել են։ Տեսնենք հանկարծ այդ ընթացքը խանգարած չլինի։ Այստեղ էլ է արդյունքը լավ։ Ահա, քիչ մնաց։ Այստեղ էլ կա ջուտիկ։ Այստեղ էլ։ Ես վստահ եմ, որ էկրանից այդ կողմ դուք ևս ուշադիր զննում եք այստեղ էլ կա և շունչներդ պահած նայում եք։ Այսպես, այստեղ էլ է արդյունքը լավ, ամեն դեպքում լավ եմ ասում, որ լավ լինի, քանի որ դեռևս լակձու ցույց չտվեց, այստեղ էլ է կիսով չափ, հավանաբար սա էլ մի փոքր ուշ կծնվի, այսպես, այստեղ էլ է մուգ և ջուտիկը մեծ տեղ է զբաղեցրել։ Այս փոքրիկ ձվերի մեջ գծկված իրենց տոտիկներով, թևիկներով, փոքրիկ դեղին կտուցներով հույս ունեմ, որ իսկապես ուրախությունս լիարժեք կլինի։ Այստեղ նույնպես մնացել է 5 ձու և դեռևս լակձու չի հանդիպել, այսպես, ինձ թվում է այս մեկն էլ ուշ կծնվի, չգիտեմ, կիսով չափ, բաց է, կիսով չափ, մուգ է, այսպես, այստեղ էլ է մուգ ցույց տալի, այս շարժումները, սիրելի հետևորդներ ջան, ենթադրենք, որ թուղթ մայրը իր տոտիկներով խառնում է ձուն։ Չեմ կարծում, որ սա վնաս լինի։ Այստեղ էլ է զարգանում։ Այստեղ էլ է ջուտիկը մեծ տարածք զբաղեցրել։ Եվ մնաց մեկը, որի վրա բմբուլ կա կպած, այն օրվանից, երբ որ թուղթը ջարդել էր ձվերը, այստեղ ամբողջական տեսնում եք բաց է երևում, սիրելի հետևորդներ ջան, և այստեղ ջուտիկ չկա։ Փաստորեն 35 ձվից միայն մեկն է լավ ցույց տալի, ահա, և սա արդեն վստահորեն կհանեմ ինկուբատորի ներսից։ Ես նորից թեքվել եմ, որպեսզի տեսնեմ կադրում լավ է երևում, թե ոչ, ահա, այստեղ լուսավորություն է երևում, այսինքն դատարկ է այստեղ,
Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, ձեզ ասում եմ բարի գիշեր եւ բարի երազներ, իսկ ես էլ արագորեն դասավորեմ ձվերը նորից իրենց տեղերում։